Բարև ձեզ, ես Անահիտ Մովսիսյանն եմ, այսօր ձեզ կպատմեմ վիտամին B1-ի մասին։ Վիտամին B1-ը այլ կերպ հայտնի է նաև թիամին անունով։ Հասուն մարդու համար օրվա պահանջի միջինը 2-ից 3 միլիգրամ է, սակայն դա մեծ մասամբ պայմանավորված է սննդի կազմով, ընդհանուր կալորիականությամբ, նյութափոխանակության ինտենսիվությամբ, աշխատանքի ծանրաբեռնվածությամբ։ Վիտամին B1-ը լայնորեն տարածված է բուսական ծագում ունեցող սննդամթերքի մեջ։ Հացահատիկների և բրինձի կեղևում, լոբիում, սոյայում, հնդկացորենում և այլն, իսկ կենդանական ծագում ունեցող սննդամթերքում հատկապես շատ է լյարդի, ձվի և մսի մեջ։ Խոսենք վիտամին B1-ի կառուցվածքի մասին։ Վիտամինի կառուցվածքի մեջ մտնում են պիրիմիդինային և թիազոլային օղակները, որոնք միացված են մեթիլենային կամրջակով։ Վիտամինի կոնֆերմենտային ձևը դա թիամին պիրոֆոսֆատն է, TPP-ն, որն անվանում են նաև թիամին դիֆոսֆատ։ Դրա ակտիվ մասը թիազոլի օղակում N-ի և S-ի միջև գտնվող C-ի ատոմն է։ TPP-ն առաջանում է լյարդում, երիկամներում, սրտամկանում թիամինի ֆոսֆորիլացման ճանապարհով, թիամին կինազայով և ATP-ով։ Վիտամինի ակտիվությունը։ B1 վիտամինը ջերմության նկատմամբ անկայուն է։ Ձուկը, սուրճը և ալկոհոլը ընկճում են վիտամինի ակտիվությունը։ Կենսաբանական դերը։ Վիտամին B1-ը թիամին պիրոֆոսֆատի ձևով մտնում է ֆերմենտների և ֆերմենտային կոմպլեքսների կազմության մեջ։ Պիրուվատ և ալֆա-կետոգլուտարատ դեհիդրոգենազային կոմպլեքսների կազմում մասնակցում է օքսիդացիոն դեկարբոքսիլացմանը։ Այս կոմպլեքսները կոչվում են նաև մուլտիֆերմենտային, քանի որ կազմված են 3 ֆերմենտներից և 5 կոնֆերմենտներից։ Տրանսկետոլազայի կազմում վիտամին B1-ը մասնակցում է կետոխմբերի տեղափոխմանը, ածխաջրատների փոխարկության պենտոզաֆոսֆատային ուղիում։ Խոսենք վիտամին B1-ի անբավարարության կլինիկական արտահայտման մասին։ Անբավարարության հիմնական դրսևորումներից են բերի-բերի հիվանդությունը և Վերնիկե-Կորսակովի սինդրոմը։ Բերի-բերի հիվանդության կլինիկական ախտանշաններն են նյարդային համակարգի ախտահարումը, պոլինևրիտը, սրտանոթային համակարգի ախտահարումը, աղեստամոքսային համակարգի ախտահարումը, կախեքսիան, մկանային թուլություն, բացասական ազոտային հաշվեկշիռը, էրիթրոցիտներում տրանսկետոլազայի ակտիվության նվազումը։ Այստեղ մենք տեսնում ենք բերի-բերի հիվանդության կլինիկական պատկերը։ Պոլինևրիտի հիմքում նյարդերի դեգեներատիվ փոփոխություններն են։ Սկզբում առաջանում է նյարդերի ցողունի երկարությամբ ցավ, հետո մաշկի զգայության կորուստ, սկսվում է պարալիչ։ Վաղ ախտանշաններից է սրտի աշխատանքի խանգարումը, որը արտահայտվում է առիթմիայով, սրտի չափերի մեծացմամբ և սրտի շրջանում ցավերի առաջացմամբ։ Հիպովիտամինոզին բնորոշ նշաններից են նաև AST-ի, այսինքն աղեստամոքսային տրակտի, արտազատող և մոտորիկ, այսինքն շարժիչ, ֆունկցիաների խանգարումները։ Դրանք են ստամոքսահյութի ցածր թթվայնությունը, ախորժակի կորուստը, աղիքների ատոնիան։ Այժմ խոսենք Վերնիկե-Կորսակովի սինդրոմի մասին։ Այն շատ հաճախ նկատվում է քրոնիկ հարբեցողների շրջանում։ Հիվանդները ունենում են շարժումների խանգարումներ, տեսողական ֆունկցիայի խանգարումներ, հալյուցինացիաներ։ Հիվանդությունը կոչվում է նաև սպիտակ տենդ։ Վերնիկե-Կորսակովի սինդրոմը դրսևորվում է Վերնիկեի էնցեֆալոպաթիայով, այսինքն ուղեղի այտուցվածությամբ, և Կորսակովի փսիխոզով։ Վիտամին B1-ի ավիտամինոզի դեպքում ածխաջրային փոխարկության խանգարման հետևանքով ուղեղում, արյան մեջ և այլ հյուսվածքներում դիտվում է պիրուվատի և ալֆա-կետոգլուտարատի կուտակում, խախտվում է նաև սպիտակուցների փոխանակությունը և դիտվում ազոտային բացասական հաշվեկշիռ։ Շնորհակալություն, այսօրվա համար այսքանը։